Իրանը հարվածել է Քուվեյթում ամերիկյան բազաներին։ Որոշ աղբյուրների համաձայն պայթյուններն այնքան հզոր են եղել, որ հստակ լսվել են Իրաքի սահմանային շրջաններում։ Սա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոստացած գործողությունն է, ճշմարիտ խոստում 4-ը, որի 63-րդ ալիքը ողջ գիշեր կրակի տակ է պահել ոչ միայն Իսրայելը, այլ նաև տարածաշրջանի մի շարք երկրներ։ Առավոտը բարի չէր Իսրայելի համար։ Ողջ գիշեր հրթիռակոծությունների անդադար ալիքի ենթարկվելուց հետո Իսրայելի անգամ օկուպացված տարածքները ենթարկվում են հրթիռակոծության։ Սա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոստումն է իրենց զոհված ղեկավարների համար։ Հրթիռակոծության թեժ կետերից է Թել Ավիվը։ Համացանցում տարբեր օգտատերեր հրապարակել են խոճապար փախչող ժողովրդի, հաջորդաբար ընկնող կասետային ռումբերի կադրեր։ Իդեպ կասետային ռումբերը վերջին 1 ժամվա ընթացքում ամենակիրառված զինամթերքն են։ Աբու Դաբիի կառավարության հաղորդակցության գրասենյակն էլ հայտնել է Հաբշանի գազի օբյեկտներում եւ Բաբ հանքավայրում պայթյունի ու հրդեհի մասին։ Այս ամենին զուգահեռ Իրանի փոխարտգործնախարարը գիշերը հանդես է եկել հայտարարությամբ։ Մեջբերում առավոտյան Ռամադանի պատերազմում նոր գլուխ կբացվի։ Մենք նախկինում հայտարարել էինք, որ եթե մեր ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք կհարվածենք սիոնիստական ռեժիմի, նկատի ունենալով Իսրայելը եւ ԱՄՆ-ի ենթակառուցվածքներին։ Մեջբերման ավարտը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար անակնկալ է եղել Իսրայելի հարավային Պարսի վրա հարձակվելու ծրագիրը, իսկ Կատարը պարզվում է ներգրավված չի եղել։ X-ի իր միկրոբլոգում Թրամփը խոստացել է, թե Իսրայելը այլևս չի հարձակվի այս օբյեկտների վրա, բայց Վաշինգտոնը կարող է նման միջոցներ ձեռնարկել Իրանի անհիմն հարձակումների դեպքում։ Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով 11 մարդ է սպանվել։ Մինչդեռ իրանական լրատվամիջոցները հակադարձել են, պնդելով, որ զոհերի թիվը հայտարարածից ավելի մեծ է։ Հրթիռային հարվածներից հետ չի մնում նաև Լիբանանը։ Մայրաքաղաք Բեյրութում մի քանի պայթյուններ են եղել։ Վիշտը եւ աղետը աշխարհին լսելի դարձնելու համար լիբանանցի թավջութակահար Մահդի Սահելին հարավային Բեյրութի ավերակների մեջ կատարել է Արամ Խաչատրյանի Անդանտինոն։ Իսրայելական հարվածներին ի պատասխան լիբանանյան Հեզբոլլահ խմբավորումը կառավարվող հրթիռների օգնությամբ խոցել է 2 մերկավատանկ լիբանանյան Այդ Թաբա բնակավայրում։ Ռազմական գործողություններ են ձեռնարկվել նաև իսրայելական մի շարք քաղաքների ուղղությամբ, հայտնել է Թասնիմ գործակալությունը։ Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի բնակավայրի վերևում, գրել է The Washington Post-ը։ Վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անանուն մնալով հայտնել են, որ ԱԹՍ-ներ նկատվել են վերջին 10 օրվա ընթացքում։ Աղբյուրներից երկուսի խոսքով այս ամենը Սպիտակ տան վարչակազմին դրդել է քննարկել Ռուբիոյի եւ Հեքսեթի տեղափոխման հարցը։ Ռազմածովային ուժերը պատրաստ են հզոր պատասխան տալ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում թշնամու ցանկացած հնարավոր սադրանքի, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հայտարարությունում նշվում է, որ լայնածավալ գործողության շրջանակներում ոչնչացվել են ԱՄՆ ռազմաբազաներ եւ հիմնական օբյեկտներ։ ԻՀՊԿ ուժերը կենտրոնացած են ոչ միայն ցամաքում, այլ նաեւ ծովում, արժանի պատասխան տալու ամերիկա-իսրայելական ուժերին։ Նշենք նաեւ, որ այս մասին իրանական ուժերը հայտարարել էին դեռ պատերազմի առաջին օրերին։ Մեջբերում ռազմածովային ուժերը պատրաստ են պաշտպանել իսլամական հայրենիքի ծովային սահմանները եւ հակազդել ցանկացած թշնամիների հնարավոր սադրանքների Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում։ 1 տարեկան երեխայի սպանության փորձ կատարելու համար մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով, հայտնել են գլխավոր դատախազությունից։ Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Արաբկիր բժշկական կենտրոնից հայտնել են, որ փոքրիկին հիվանդանոց տեղափոխել են կոտրվածքներով ու կապտուկներով։ Աղմկահարույց տեղեկությունը տարածվել է մարտի 16-ին։ Կլինիկական մահ ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա։